Ուսանողների հետ հանդիպումից 2 օր անց Փաշինյանը Facebook-ում հրապարակում է 3 ժամանոց հարցուպատասխանի ենթադրվում է ամենասուր կտորը։ Հարց է հնչեցնում միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Հովհաննես Շամրիկյանը։ Պարոն Փաշինյան, ինչ եք կարծում, եթե կարողանայիք վերադառնալ 2018 թվական, իմանալով հանդերձ Հայաստանի Հանրապետության ներկայիս իրավիճակը, ձեր թույլ լեգիտիմությունը, Արցախի կորուստը, դաշնակիցների հետ վատ հարաբերությունները, կոնֆլիկտը հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ, արդյոք նորից ձեռնամուխ կլինեիք 2018 թվականի հեղափոխությանը, եւ երկրորդ հարց, արդյոք ուսանող Նիկոլ Փաշինյանը, որը ինպես եղել է ուսանող Երևանի պետական համալսարանում, իր ուսանողական շրջանում ունեցել է նույն կարծիքը, որը նա ունի 2020 թվականի աղետից հետո։ Շնորհակալություն։ Ես հիմա ունենայի այն կարծիքները, ինչ որ ունեմ ուսանող ունեցել եմ ուսանող։ Հովհաննեսի հարցից կապ է ընկնում Հայաստանի վարչապետի լեզուն, հետո հենվում է իր բնավորությանը։ Սուր հարցերի ժամանակ բերանից դուրս են թռչում իբր հումորային անավարտ նախադասություններ։ Դա կնշանակեր, որ ես մնացել եմ 3-րդ կուրսում կամ չնայած ես մնացել եմ 5-րդ կուրսում, հարցը դա չի, բայց նաև մտահորիզոնի առումով չէ, չնայած էդ էլ ասեմ, չեմ մնացել 5-րդ, ավարտել եմ 5-րդ կուրսը, պետական քննությունները չեմ հասնել, որովհետև հեռացվել եմ, էդ էլ պարզաբան է, չեմ մնացել։ Հովհաննեսը նախորդին էր Հայլուրին պատմել Փաշինյանի հետ հանդիպման մասին, մանրամասնել վարչապետի գրգռված պատասխանները, հակաեթերային արտահայտությունները, որոնք հրապարակված տեսանյութից դուրս են մնացել։ Այդ արտահայտությունների հետ կապված ուղղակի ես ինձ թույլ չեմ տա եթերում դրա մասին խոսել, որովհետև մի քիչ ինչպես ես անձամբ որպես քրիստոնյա մարդ եւ իմ հասարակությունը, իմ ժողովուրդը պետք է ինձ թվում է շատ տհաճ կլինի այդ ամենը լսել, ուղղակի մենք մեր աչքով տեսանք, լսեցինք, ինձ թվում է դա բավական էր։ Ամեն օր կհավատաք։ Հասարակությանը Փաշինյանն առաջարկում է լսել, որ ավելի լեգիտիմ իշխանություն, քան իրենն է, Երրորդ հանրապետության պատմության մեջ հայ ժողովուրդը չի ունեցել։ Ես ճիշտ հասկացա, այդ նախադասությունը ճիշտ լսեցի, թույլ լեգիտիմություն։ Այո։ Գիտեք, այն թեզնա, որը բացարձակապես չի կարող արդարացվել։ Այդ կշեռքի հարցը իրականում կարևոր է։ Չի եղել նաև ավելի խափող կշեռք, քան առևտրական Փաշինյանինն է։ Ես ուզում եմ ասել, վարչապետը ուսանողներին բացատրում է, ինչ քաշ ունեն Հայաստանը կշռող կշեռքի նժարներն Արցախով ու առանց Արցախի, ու չգիտես ինչպես ստացվում է, որ առանց Արցախի նժարն ավելի ծանր է կշռում։ Մենք կշեռքի այս մյուս նժարի հայրենիքից մի մաս կորցրել ենք 44-օրյա պատերազմի արդյունքում, բայց ձեռք ենք բերել պետություն, որը ավելի ինքնիշխան է, որը ավելի անկախ է, որը ավելի ինքնուրույն է։ Իր կարծիքը 100%-անոց սխալ է, Արցախը կորցնելով, որովհետև կարծում եմ, որ մնացածն էլ կկորցնենք։ Քանի որ Արցախը Հայաստանի դարպասն էր, հիմա մտածում են, որ Արցախը կորցրեցինք, վերջ, հեշտ ու հանգիստ կապրենք, բայց դա լրիվությամբ սխալ կարծիք է։ Հələ մտածում եմ, որ շատ վատ բաներ ա լինելու, մեզ ուժեղ ղեկավար ա պետք, ուրիշ ոչ մի բան, ուժեղ, ոչ թե սենց թույլ, որ աշխարհով մեկ խայտառակ լինենք։ Այդքան էլ համամիջ եմ, որ կային ու ինքնիշխան հայրենիք ունենք, ամեն դեպքում թիկունքն ենք կորցրել Հայաստանի, ինձ թվում է այս տեմպերով որ շարունակենք, Սյունիքն էլ կկորցնենք։ Երևանի պետական համալսարանի ուսանող է Լուիզան, Փաշինյանի հետ հանդիպմանը չի մասնակցել, բայց տեսել է Facebook-յան տեսանյութը։ Գոհ է, որ ներկա չի եղել հանդիպմանը։ Տեղյակ չէինք մենք հանդիպումից, եթե տեղյակ լինեինք, չեմ կարծում, որ կգայի։ Խոսելու բան չունեն, լսելու ցանկություն նույնպես այն քաղաքացիները, որոնց ականջն է ընկել Փաշինյանի հակաեկեղեցական խոսույթը։ Տհաճ է ինքը ինձ։ Ես իրան վարչապետ չեմ ճանաչում երկրի։ Չեմ ճանաչում վարչապետ, որովհետև ինչ խոսում հակառակն է։ Ու ժողովրդին հիմարի տեղ դնելով, անասունի տեղ դնելով, ինչ խոսում հակառակն է։ Մարդկանց վիճակը գնալով ավելի է վատանում։ Մարդիկ ապրում են տագնապի մեջ, խուճապի մեջ, սպասում են, որ հեսա մի բան կպատահի։ Իրան թվում է, թե ինքը դեմք է, բայց ինքը դեմք էլ չի։ Ինքը ժուրնալիստիկան էլ ԵՊՄ-ի չի ավարտել, իրան դուրս են շպրտել։ Խայտառակ արե 7 տարի, խաբեություն, ստախոտություն, Արցախը հանձնեց, ավելի շուտ վաճառեց, թանկներով, աուկցիոն անեց, ծախեց, միջև հիմա էլ մեր հողերն է վաճառում։ Քաղաքացիները հետաքրքրվում են, համալսարան հաջորդ այցի ժամանակ Փաշինյանը կշեռքի նժարին դնելու բան կունենա։ Լիլիթ Խալաթյան, Առաքել Օհանյան, Հայլուր։